Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Հայաստանյան գրականության վերջին տարիների ամենասիրված, ամենաճանաչված, քիչ կոմերցիոն բան էլ ասեմ, էլի ամենաշատը գիրք վաճառած հեղինակներից մեկը Հովիկ Աֆյանը երբեք երկար սպասեցնել չի տալիս իր ընթերցողներին եւ պարբերաբար, ավելի քան պարբերաբար հրապարակ է հանում իր նոր գրքերը վերջին տարիներին բնականաբար վեպեր, հեյ, վերնագրով վեպներ լույս տեսել, որի շուրջ բնականաբար պետք է խոսենք Հովիկի հետ, ողջույն Հովիկ։ Ողջույն։ Մատ գորանք հեյ։ Գորանք, բայց իմիջիալոց չնայած բացականչական նշանի ինքը այդքան գորոս չի, որքան որ սենց շշուկ կա, սենց բացականչական։ Հեյ։ Այ գիտես, իմ նախատեսված, ընդհանրապես հարցեր չեմ նախատեսում հաղորդումից առաջ միշտ հնդած սենց անվում հարցերը, բայց նախատեսած հարցերիցս մեկը դա էր, բայց հետո կպատասխանես դրան, որտեղ ես մի հատ էլ իմ ընկալումը վերնագրի հետ կտամ մեկ այլ կետից սկսեմ հով վեպի հետ կապված խոսակցությունը այնուամենայնիվ մի process կա գրականության մեջ որտեղ թեմաները նախորդ եւ հաջորդ վեպերի ինչ որտեղ գալիս են իրար հատում են եւ այդտեղ ես դու տեսնում թե այն նախորդ գրքի ինչը կիսատ թողեց Հովիկ Աֆյանը, որ եկավ, ահա, այս ասելիքին։ Ինչ կիսատ թողած բան կար նախորդ վեպերում, որ հեյ է եկել է լրացնելու։ Ես մի քիչ այլ ասենց ափից պատասխանեմ դրան, էլի, որովհետև հա, ծով ափից, որովհետև սա մի քիչ դրա ճիշտ հակառակ դեպքն է։ Այսինքն ոչ թե ես նախորդ գրքերումս ինչ որ կիսատ բան չեմ թողել, որ երբեք չեմ շարունակել, շարունակել եմ երևի ուրիշ գրքերում։ Սա մի քիչ ուրիշ փուլի սկիզբ է ավելի շատ իմ գրողական կյանքում, որովհետև ի տարբերություն, օրինակ սա առաջին գիրքն է, ինձ թվում է լավագույնս կպատասխանի հարցիդ, էլի, սա առաջին գիրքն է, որը գրված է առաջին դեմքով իմ։ Այո։ Ես երբեք նման բան չէի արել։ Ու չգիտեմ, դրանով երևի շատ բան է ասվում։ Մի քիչ գուցե ավելի շատ է իմ մասին։ Այն որ կան, չէ՞, տենց հարցեր հիմնականում հանդիպումների ժամանակ որ ասում են, ձեր որ գրքերում դուք ամենաշատը կաք, հիմա եթե այդ նման հարց հանկարծ ինձ տաս, հանկարծ, ես կասեմ այստեղ, որովհետև սա չեմ վախենա այդ բառակապակցությունից, այդ մտքից, այստեղ ես ամենաշատն եմ։ Նախկինում ես նման համարձակություն երևի չունեի։ Այ այդ համարձակությունն է իրավունք տվել քեզ հեյ գոռալ։ Հիմա գանք այդ վերնագրին, ինչու, որովհետև երբ որ վեպին առաջին անգամ ծանոթացա, հեյ ոնց որ ասեր տեղը չեք բերում, այս կարգի հեյ էր, հետո սկսեցին այդ համաբանությունները, ասոցիացիաները փոխվել, ասենք մենք ենք մեր սարերի հեյ, Ֆրունզի են հայտնի ֆրազը, հետո Սարոյանի հեյով կան եւ այլն, բայց մի զգացողություն կար, որ ինձ այդպես էլ չլքեց, հուսով եմ դրա մասին կխոսես, ամեն դեպքում սա մենակ մարդու հեյ չէր, ինչ որ բարձրում կանգնած մարդու հեյ էր։ Երևի չեմ վիճի, որովհետև ես ինքս էլ, եթե շատ անկեղծ պատասխանեմ, չգիտեմ այդ հեյը ինչ տեսակ մարդ է ասում։ Ես մի քիչ ուրիշ բան ասեմ, որ ինքը ավելի շատ որպես բացականչություն շշուկ, ավելի շատ նման է Սարոյանի հեյով կային, ավելի շատ։ Որովհետև կա, չէ, մենք ունենք հեյի տարբեր այսպես իմաստներ, մեկ որ, ասենք, ենթադրենք ես քեզ ասում եմ Արքմենիկ, դու ասում ես հեյ։ Այդ հեյը չի, ավելի շատ կանչ հեյն է, ով կա, շուրջ բոլորս ով կա, այդ դեպքում ինչ կապ ունի վեպի հետ, լավ։ Գիտես, ես երևի հիշեմ Դավիթ Մուրադյանը մի շատ լավ խոսք ունի, ինքը ասում է գրականությունը մեզ վերադգրելը, մեզ վերադարձնում է այն, ինչ խլել է կյանքը։ Հիմա ես կարծում եմ, ես սկսեցի երկար մտածել այդ արտահայտության մասին եւ հատկապես այն փուլում, երբ որ ես հասկացա, ես իմիջիալոց մի հատ փոքրիկ sense
օրագրատիպ նոթատետեր ունեմ, որը կոչվում է ներկա բացակա։ Ինչա դրա իմաստը, ես sense տարբեր սեզոնների եմ իրան բաժանում, ասենք գարուն, ամառ, աշուն, ձմեռ, ինչ որ թվականների։ Ագրարային ժամանակ։ Հա, ու ենթադրենք գարնանը, օրինակ 2026 թվականի, ինչ մարդիկ են եկել իմ կյանք եւ գնացել։ Ու ինչն է հետաքրքիր, միշտ գնացածներն ավելի շատ են լինում։ Տարեց տարի այդ միտումն է նրանց մասին այդ չէ, չեմ կարող ասել, որ ամեն տարի ավելի շատ են գնում, բայց ավելի շատ գնում են, քան գալիս են։ Այդ գնացածների մասին, այդ գնալու ինչուի մասին փորձեցի ինչ-որ բան գրել ու հասկանալ թե քանի որ իմ կարծիքով մարդիկ մեծ հաշվով լինում են գնացողներ եւ մնացողներ, ոչ միայն երկրից, ընդհանրապես։ Իսկ վերնագիր կար գնացող լեռները եւ մնացող մարդիկ, Արտեմ Նորայրադալյան։ Լավն է, հատկապես որ լեռներն են գնում, մարդիկ են մնում։ Եվ ես իմ կարծիքով ինձ համարում եմ մնացող մարդ, ես միշտ մնում եմ այնտեղ, որտեղ եմ։ Եվ ինձ հետաքրքրեցին գնացողները։ Ես միշտ նախանձով եմ իրանց։ Այդ ֆիզիկական է գնալը, թե հոգեբանական։ Նաև, բայց իհարկե վեպի դիտին նայենք ֆիզիկական է։ Իհարկե նախ եւ առաջ հոգեբանական, որովհետեւ կողքիդ մարդը կարող է ամենևին էլ կողքիդ չի էլի։ Գնացել է։ Խաբարել չինք։ Ով նայբ ես տարիներ առաջ եմ սա ֆիքսել եւ նրանք ովքեր գրականության այդքան մոտ չեն, գուցե չտեսնեն դա, բայց հիշում եմ շատ տարիներ առաջ գրեթերթի մի համար արեցինք ու երեխեքը ոչ գիտեն թե մյուսը ինչ ա գրում եւ այլն, դե մեր հեղինակներն էին, բերեցին Հրաչ Սարիբեկյանը, Արամ Պաչյանը, էլի մարդիկ պատմվածքներ Հովանես Թեգյոզյանը կարծեմ Համբարձումյան եւ երբ որ համարը հավաքեցինք, տպագրեցինք, վերջում կարդում էինք, շատ լավ համար է, իմ կարծիքով գրեթերթի լավագույն համարն է, թափանցիկ շշեր, ավերժական շարժիչ, այդ պատմվածքներն էին։ Այո, մեկ էլ տեսակ բոլորը գրել են իրենց հայրերի մասին։ Հետո զրուցեցինք, պարզվեց ոչ մեկի հետ գաղափարներով չի կիսվել, պարզապես օդի մեջ ինչ որ զգացողություն կա, բան կա եւ այլն եւ դա է բերել հանգեցրել դրան եւ գրականության ուշադիր հետևող մարդիկ իրականում կտեսնեն այդպիսի ընդհանրական բաներ, հա, իրարից անտեղյակ մարդիկ հանկարծ նույն բանի մասին կգրեն։ Այս տարի այն ինչ որ քննարկել եմ հեղինակների հետ հատկապես արձակ տեքստեր, հայրերը շատ են։ Եվ ես մտածում էի, որ դա մի սինդրոմ էր, որ մտավ մեր գրականություն 2000-ականներին, որովհետև մեր նախընթաց շրջանի գրականությունը շատ անհայր է, հա, ավելի շատ մայրն էր շեշտվել, մտածեցի մեր երիտասարդ նոր գրողները փորձում են հոգեբանորեն գուցե իներցիայով այդ բացը լրացնեն, իհարկե ուրիշ խնդիրներ էլ կային այնտեղ սոցիալական, նույնիսկ աստվածաբանական, ու մտածեցի պրծավ այդ թեման, բայց այս տարի արդեն նույնիսկ չեմ կարող հաշվել, որ երրորդ զրույցն եմ վարում, այս հարցը անպայման կա, ինչ է դա հոր բացակայությունը, հատկապես հոր բացակայության թեման, որ քո գրքում էլ կա, տես, երբ որ վեպը կարդում ես, ինքը այնքան ներկա է, որ գրքի բոլոր էջերում կա, նույնիսկ երբ որ ինքը չկա, հա, երկրորդ գլխում էլ կա, երրորդ գլխում էլ կա, կոպիտ ասած դուրս է թափվում գրքից այդ թեման, բայց ինքը չկա։ Այս ֆենոմենի մասին կուզեի խոսել եւ ընդհանրապես այս թեմայի շուրջ քո մոտեցումը։ Ես գիտես մտածում եմ, որ հայ ժամանակակից գրականությունը մեծ հաշվով ինչ որ sense բան չեմ էլ, ինչ որ գյուտ չեմ անելու հիմա, ինչ որ փնտրտուքների մեջ է։ Ինչ որ բան է փնտրում։ Տեղ է փնտրում գուցե, չգիտեմ։ Ու քանի որ այդպես է, ինչ է անում փնտրող մարդը, ընդհանրապես ինչ է անում ինքնություն փնտրող, ինքը իրեն փնտրող մարդը։ Նախ եւ առաջ փորձում է հասկանալ իր արմատները։ Այդ կապում ես հետ պատերազմյան դեպրեսիայի հետ։ Նաեւ նախ եւ առաջ փորձում է գտնել ինքը ով է։ Իսկ դրա համար դու պետքա առնվազն զրուցես հորդ հետ։ Առնվազն զրուցես։ Բայց մյուս կողմից այդ դրան զուգահեռ որ հորդ հետ զրուցես, հասկանաս եւ այլն, կա նաեւ այսպես եթե կարելի է այդ բառը շատ նենց մի քիչ ցինիկ չհնչի, հայր մերժություն։
Այսինքն որտեվ շատերի մոտ այդ լոգիկան է, որ ազատվենք հայրերի այդ բանից, կապանքներից, ինչ որ sense մարդկա անհայրություն հետ կապում է իր կյանքի ամբողջ խնդիրները, այդ էլ ազատվելու թեմայա բերում։ Կա, որովհետև ոտքի կանգնելու process-ը իմ կարծիքով ընթանում։ Եվ դրա համար հայրերի հետ զրույցը պարտադիր է։ Այսինքն դու պետքա հիշես հորդ, դու պետքա կռվես հորդ հետ, դու պետքա, չգիտեմ, քո բոլոր պատմությունների մեջ փորձես գտնել նրան, քո ընդհանրապես քո ներսում էլ փորձես գտնել նրան, քո սկիզբն է, եւ որոշ դեպքերում նաեւ քո շարունակությունը, ինչ որ իմաստով։ Եվ դրա համար ինձ համար շատ բնական է այդ հայր թեմայի այս առատությունը մեր այսօրվա գրքերի մեջ, որովհետև մենք փնտրում ենք մեզ։ Բայց այստեղ մի շատ կարևոր նրբերանգ կա, դա էլ եմ ֆիքսել, նաև այն բախտավորությամբ, որ իմ մոտո, գիտես, գրեթե բոլոր գրողներին գիտեմ, նաև կենսագրական հանգամանքներով։ Տես, 2000-ական թվականներին, երբ որ այդ թեման սկսեց շատ այսպես մեծտեղ գրավել մեր գրականության մեջ, եւ երբեմն նաեւ շատ քննադատական, այսպես բանձեվերով, նույնիսկ շատերը գիտես Արամ Պաչյանին քննադատում են, ինչպես կարելի է սեփական հորը այդպես նկարագրել եւ այլն, թափանցիկ շշերում, բայց մի փաստ էր ակնառու, բոլորի հայրերը ողջ էին եւ կային իրականում։ Եվ Հրաչ Սարիբեկյանի, եւ Արամ Պաչյանի, եւ Համբարձումյանի, Փառք Աստծո։ Այս նոր փուլում ես նաեւ այդ փնտրտուքի մեջ, նաեւ երբ որ իրականության հետ առնչվում եմ փաստերի հետ, ցավոք տեսնում որ հայրերը չկան իսկապես։ Այս տարբերությունը ինչ դեր կարող է խաղալ։ Դες բայց ագնառու բան է, էլի։ Էլի գուցե ցինիկ բան եմ ասելու, որովհետև երբ մեր հայրերը գոնե իմ դեպքում այդպես է, մեր հայրերը ֆիզիկապես արդեն մեզ հետ չեն, այստեղ առաջանում է նաև այդ, գիտես, ինչ որ լավ բան հիշելու կարիք, որիցն այդ երևույթը կա, տեր փնտրելու կարիք, տեր գուցե մի քիչ ճիշտ բառը չեմ ասում, առաջ տանողի կարիք, այ դա երևի ամենալավն է։ Մեկը ում հետևից կարելի է գնալ։ Այ պատմված կա, չէ՞։ Հրաշալի դու էլ ես սիրում, ես էլ եմ սիրում, որ մամայից հետո ասում եմ, մամ, բայց հիմա ինչ անեմ։ Հիմա պապ, բայց հիմա ինչ անեմ։ Այդ վիճակն է։ Հայրերի ֆիզիկական բացակայությունից հետո։ Բայց որովհետև երբ որ ասենք մարդը ողջ է ու պարզապես հոգեբանորեն է ինքը հեռացել, կամ հոգեբանական մտերմություն դու չես զգում այդ մարդու հետ, դա մի քիչ ավելի sense կոշտ խոսակցությունների է բերում։ Դա sense բան sense ոչ այնքան սիրալիր տեքստերի է բերում։ Ոչ այնքան։ Մտես այ դրան էլ անդրադառնամ, տես եթե էլի համատության մեջ մի քիչ ավելի չորություն կար։ Իհարկե որոշակի նոստալգիան կար, հա, հետա հայացի այդ քնքշությունը կար, ամեն դեպքում, բայց մի քիչ չոր էին հայրերի հանդեպ նախորդ շրջանի գրողները, այդ ձեր մոտ կոմոդ հատկապես սենտիմենտը շատ չի։ Չգիտեմ, բայց եթե այդպես է, ես դա այդքան չէի կապի հայրեր թեմայի հետ, որքան եթե թույլ կտաս իմ ոճի։ Հա։ Ես ավելի շատ դրա հետ կկապեի, հա։ Հատկապես գիտես, ես չեմ կարող խոսել մարդու մասին, ով հեռացել է, առանց սենտիմենտի։ Հիմա հեռացել ես, ասենք որ Աբդուլ Մալեքյանի տողերը կան, տողերը անդադ շրջանառվում են վեպում, ովքեր ծանոթ են։ Իմ շատ սիրելի տողերը, որովհետև այդ տողերը յուրաքանչյուրը մի առանձին վեպ է, էլի։ Այո, իհարկե։ Հիմա հեռացել ես, հայտնի մի ժամանակ շատ էին կարդում այդ շարքը։ Ով տես, ամեն դեպքում, գիտես իմ թարս սովորությունը։ Մի բանից որ կարճում եմ, տես վեպը երբ որ կարդում էի, կարծեմ առիթ ունեցել ենք նաև դրա մասին խոսելու, այնքան լավ էր կերտված հայրը այստեղ, երբ որ թվում էր թե ինքը ալֆան եւ օմեգան է բոլոր առումներով եւ պայմանավորելու է էս, են եւ մնացածը, բայց հանկարծ ինքը կտրուկ գուցե չհամաձայնես, կտրուկ գնաց վեպից եւ եկավ ընկերը, հետո ջրահարսը, սա ինչ որ կյանքի փուլեր խորթանշող, հա, զարգացում խորթանշող կերպարային փոփոխություն է, հա, որ այս մտերմին
կամ ոչ այնքան մտերիմին, հաջորդում է այս մյուս մտերիմը, հետո այս մյուս մտերիմը, ընդ որում ինչքան գալիս ես դեպի վերջ, այդքան դիստանցիան քո հարազատի միջև մեծ է, հա, ասենք այլ դիստանցիա է քո եւ հոր մեջ, այլ դիստանցիա է քո եւ ընկերոջ մեջ եւ այլ դիստանցիա է քո եւ ջրահարսի մեջ, հա, ընդ որում այստեղ մի նոր բան էլ նկատեմ, կոնֆլիկտները եղած կամ չեղած փոքր կամ մեծ ավելի արագ են հեռացնում մարդկանց, ինչքան դու գալիս ես դեպի վերջ։ Իսկն մի փոքր բանից կարող է ջրահարսը հեռանա, բայց այդ կոնֆլիկտի տասնապատիկ ուժեղ ձևով հայրը մնա։ Էս ինչ է։ Ես դա համարում եմ կյանքի բնական process։ Դու ինչ որ մեկը քո կողքին է, եւ այդ մեկը գնալու է։ Անխուսափելի է այդ գնալը։ Մեն հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց պարույցը։ Անխուսափելի է այդ գնալը։ Կապ չունի հայրդ է, ընկերդ է, թե ջրահարսը, առավել եւս ջրահարսը, որովհետեւ ով ասես որ եկել էր։ Ահա։ Ով ասես որ եկել էր։ Չգիտեմ։ Գուցե չերել եկել։ Գուցե դա ինչ որ sense մեկնա մի գեղեցկություն է, որը անդադ մենք փնտրում ենք։ Մենք նկատի ունենք բոլորս։ Ես չգիտեմ գոնե մի լավ մարդ, ով գեղեցկություն չի փնտրում։ Բայց այնպես չի որ փնտրում է լավ մարդ։ Նես չի որ բոլոր փնտրողները գեղեցկություն լավ մարդիկ են։ Այո։ Ես գիտես, դա համարում եմ sense բնական process, այսինքն հայրդ էր, այո, գնաց ինքը, դու հասկացար նրա կորուստը, դա շատ կարևոր եմ համարում, որովհետև մարդը կարող է գնալ, բայց դու չհասկանաս նրա կորուստը։ Այ դու հասկացար նրա կորուստը եւ արդեն ընկերդ է։ Նա էլ գնաց, իսկ նա էլ է գնալու։ Դու հասկացար նրա կորուստը եւ արդեն ինչ որ միֆական բաներ են։ Որովհետեւ դու հասկանում ես, որ ֆիզիկական մարդիկ գնալու են։ Դու փնտրում ես ինչ որ միֆ, որը միշտ կմնա քո ներսում, որը քեզ չի լքելու։ Լավ է, ասացի թե չէ հարցս հետեւյալներ լինելու, այդ նշանակումը սա պետք է լիներ բազմահատորյակ։ Հա, այդ բազմահատորյակների եւ գնալու են։ Բազմահատորյակների սիրահար մանավանդ որ ես չեմ, դրա համար ինքը տենց բավարարվել է քչով, բայց չէ, իրականում գիտես դա իսկապես այդպես է, որովհետև մենք կարծում եմ շատերս, եթե ոչ յուրաքանչյուրս, ինչ որ մի փուլի հասկանում ենք, որ քանի որ բոլորը գնացող են, եւ քանի որ այդ գնալը բավական ծանր է, նկատի ունեմ ոչ միայն մեր կողքից, այլ նաեւ աշխարհից։ Մենք փնտրում ենք մի բան, որը միշտ պետքա մնա մեր ներսում։ Այդ դեպքում մի զգացողություն էլ կա քո վեպից թելադրված եւ ոչ միայն քո վեպից, էլի այս վերջերս չգիտեմ տարիքից է ինչ ցա մի քիչ ուրիշ ձև եմ նայում նույնիսկ այս բաց կյանքում այս աշխարհում երբ որ գաղտնիքներ չկան ըստ ամենայնի իմ կարծիքով շատ գրողներ հիմա ավելի շատ են գաղտնիք թաքցնում իրենց վեպերում քան երբևէ եւ քո վեպից էլ է տպավորությունը ստացա որ անկախ կերպարային փոփոխություններից հայր կլինի ընկեր թե ջրահարս դու խոսում ես սիրո մասին ոչ թե հիմա չխուսանավես է ուղիղ պատասխանից ոչ թե ինչ որ հայրական սիրո որդիական սիրո ընկերական այլ հենց սիրո որտեվ այդ ներքին մի հատ էներգետիկա կա չէ որ ոնց է հարաբերվում աշխարհին հետ կարող է հարաբերվել սիրահարված մարդը սերը ասենց կարող մարդը այն ինչ որ չես ասի չես կարողացել ասել ինչ որ մեկին ոնց որ այստեղ բաժանես այդ զգացողությունները հատկապես էլի տարբեր մարդկանց մեջ կարելի ասել որ սա վեպ է սիրո մասին բայց իմ ասած սիրո հա կարելի է ասել ու նույնիսկ պետք է ասել հա անպայման սա վեպ է սիրո մասին որովհետև հենց քո ասած սիրո որովհետև գիտես ես մի քիչ առաջ էլ ասացի որ յուրաքանչյուրս գոնե շատերս փնտրում ենք գեղեցկություն փնտրում ենք մեր կարծիքով կատարյալ գեղեցկություն դրա լավագույն ափը սերն է էլի իմ կարծիքով ասենք քո սիրած տեղերը ծովապ ասենք իմ սիրած ծովի հետ ինչ կապ ուներ հեյը որովհետև անընդհատ ծովի հետ կապվող հրապարակումներ ես անում Facebook-ում հա ծովը ինձ համար մի քիչ խառը տեղ է հա տարերքը հա բայց ինքը շատ խառը տեղ է Ես չեմ չափազանցնի, բայց շատ լավ ճանաչում եմ ծովը։ Ճանաչում եմ լողալ չիմանալով իմիջիայլոց։ Լուրջ։ Հա։
ճանաչում եմ այն առումով, որ ինքը ոչ միայն այնտեղն է, որտեղ sense նստում ես սիրուն մայրամուտ ես դիմավորում կամ արևն ես արևածագ ես դիմավորում եւ այլն, ինչ որ sense սիրուն տեսարաններ նավեր են գնում, այլ այնտեղն է, որ լիքը կեղտ է բերում։ Ես դա գիտեմ։ Եվ երևի դրա համար է ինքը ինձ համար ամենաբնական միջավայրը։ Այն որ սկզբից խոսում ենք սկզբի մասին, այ իմ կարծիքով այդ մարդու սկիզբն է, էլի այդ ծովը։ Հեյը բնական միջավայրը։ Հա, ինքը բնական միջավայր է, որտեղ ի վերջո բոլորից լքված, չեմ վախենա այդ բառից, բոլորից լքված մարդը ես չեմ մարդը։ Ինչ որ կամ ինքն է ասում հեյ կամ լսում է հեյ, չգիտեմ։ Ես սովորաբար ասում եմ շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք ինձ, այսօր կասեմ հեյ։ Հեյ, այդպես եզրափակենք։ Շնորհակալ եմ ամեն դեպքում։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական թողարկումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի արձակագիր Հովիկ Աֆյանի հետ։ Մեր զրույցի թեման նրա հեյ վեպն էր, լավ եղեք։